Որպես հայ ամենացավոտ հարցերից մեկը ուղղագրության հարցին զուգահեռ Հայաստանում աբորտների քանակի հարցն է, որը անցել է 1 միլիոնից անկախանալուց հետո եւ փաստացի այդ չարիքը չծնված հայերի քանակը մոտեցնում է Եղեռնի ժամանակվա կորուստի թվին։ Ցավալի հարց է, հարգելի առողջապահության նախագահ, հարգելի սոցափի նախագահ, հարգելի վարչապետ, խնդրում եմ ձեր ուշադրություն այս հարցի վրա եւ պետք է Սփյուռքը նույնպես ներգրվի։ Ես գիտեմ այնտեղ Անահիտ հիմնադրամ է ստեղծած, բայց այն ժամանակ դրել էին 1.5 հայ նահատակներին 1.5 միլիոն նոր ծնունդներ, ուրեմն աբորտների հարցը պետք է դառնա պետական հոգացության հարց եւ այդ ահավոր երևույթը պետք է կանգնեցվի միայն թողնելով բժշկական հիմնավորվածությամբ կատարված աբորտները։ Երկրորդ ես կուզենայի այրոպորտում, որ օդանավակայանում որ իջնում են դրսից եկած հայերը, ես կուզեմ այնտեղ լիներ զինվորական խանութ, ամեն մեկը իր հայկական բանակին զինվորագրվելու շորերը, կոշիկները ինքը ունենար եւ պատրաստակամություն հանդներ գոնե տարեկան 2 շաբաթ, 2 տարվա մեջ գոնե 2 շաբաթ ինքը զին պատրաստություն անցներ Հայաստանում, միաժամանակ զինվորագրվելով հայկական բանակին։ Ես կուզենայի նաեւ հայկական հարցի մաս համարել այն կարևոր հանգամանքը, որ աշխարհում ինչքան հայ կա, նույնիսկ եթե միայն հայրն է հայր կամ մայրը, նա պետք է դառնա Հայաստանի քաղաքացի։ Հայաստանի կառավարությունը պետք է այնպես շարժվի, որ նրանք պետք է մաս ունենան Հայաստանի մեջ։ Հաջորդը ցավ եմ զգում, սրտանց եմ խոսում, անձամբ ճանաչում եմ հարյուրավոր հայերի, որոնք այսպես կոչված հայրենադարձության տարիներին եկան, տուն տեղ դրեցին, աշխատեցին, բարիքներ ստեղծեցին, ճակատագրի բերումով այժմ նրանք Հայաստանում չեն, Հայաստանում կուտակված հարստությունը բաժանվել է այնպես, որ ոչ մեկը չի հիշում, որ դրա մի մասը հասնում է Սփյուռքից եկած եւ Սփյուռք գնացած հայերին։ Եվ երբ որ պետությունը բռնագրավում է, պետական է դարձնում եւ այլն, հարգելի վարչապետ, հարգելի պետական այրեր, մտածեք դրա մասին, չեք պատկերացնում ինչ ուրախություն է գալու, երբ որ զավակը Ամերիկայում, Ֆրանսիայում լսում է, որ պետությունը գնահատել է իր հոր վաստակը, որը ճակատագրի բերումով երկրից դուրս է եկել եւ որևէ հողի տարածություն, որևէ շենք, որևէ գործարանի մի բաժնետոմս, ես գիտեմ ժամանակին բաժանել են եւ այլն ինչպես է եղել, սփյուռքահայը իմանա, որ իր ծնողի, պապի, տատի ստեղծածը հայրենիքում ոչ միայն չի կորե, այլև ինքը տեր է դրա։ Միաժամանակ դա օգնելու է, որպեսզի իրենք ավելի շուտ Հայաստան կան եւ տեղ կանգնեն դրան։ Ես շատ կուզենայի, որպեսզի Հայաստանը ընդհանուր ուղղությունը դներ դրական չեզոքությունը Ռուսաստանի եւ Ամերիկայի կողմից երաշխավորված։ Երանի, Վրաստանի հետ մենք տանենք նույն քաղաքականությունը, որովհետեւ քարտեզին որ նայում ես, իրոք որ Թուրան է, այս ազգերը եկան այն եզրակացության, որ պետք է ունենան մեկ ուղղագրություն եւ արեցին իրենք։ Հայերը ունեին, կիսվեցինք, մինչեւ մա տեղը չենք բերել։ Ուրեմն օրինակ վերցնենք թուրքերից, թուրքալեզու ազգերից, որ չունենալով հին մշակույթ, ունենալով որոշ սովորություններ, ադատներ, նրանք մեկ ուղղագրության են անցնում, հարգելի վարչապետ, հարգելի լուսավորության նախագահ, ազգերի լեզվաբաններ, որ ազգ ունի 1500 տարվա գրական պատմություն, Մատենադարանը ինչ է, երբ ենք վերադառնալու մեր արմատներին ուղղագրության գծով։ Հաջորդը, որ Հայաստանը, ես գտնում եմ, որ ճիշտ կլինի այն տաղանդավոր մասնագետներին, որոնք Սփյուռքում են, որոնք ինչ-ինչ պատճառով իրենց մոտ ասենք այս գծերը, այս աշճանի ասենք ակտիվության մղող չեն, ոնց որ իմ մոտ են, ես ցկտում եմ մի բան անեմ, զավակներիս եմ խրախուսում, թորներիս եմ ասում եւ այլն, վիրաբույժներ են, թերապևտներ են, գիտնականներ են, ուղղակի պետական հրավերներ, մասսայական,
գիտենք ով կա, մենք հիմա Լոս Անջելեսում առնվազն ինչքան 3-ից 5000 իրավաբան կա հայ, առնվազն 2000 բժիշկ կան դեղ աշխատող, սա հզորություն է երկրի համար, Սփյուռքը պետք է ներգրավել ավելի շատ եւ իրավաբանական հարցերին Տիգրան ջան ես ինքս կուզենայի օրվա մի ժամ 2 անցկացնել իրավաբանական հարցերի մեջ կողմնորոշվելու համար, որպես ես ինքս սխալ թույլ չտամ։ Եվ մի բան էլ կար, որ ես անպայման կուզեի այսօր ասել, հարգելի հայեր, հարգելի քույրեր, եղբայրներ։ Ես կուզեի անպայման բոլորդ մի հատ խոլեստերոլի եւ յուղի անալիզները տայք, շաքարի անալիզները ստուգեիք, որպեսզի նրանք լինեն նորմայի սահմանում, որովհետեւ խոլեստերոլի բարձրացումը, յուղի բարձրացումը, ճնշման բարձրացումը, քաշի ավելացումը, ես էլ եմ ավելացել, եւ ծխելը տանում է ինֆարկտի։ Փոքր ազգենք, մենք պետք է կարողանանք նաև մտածենք մեր իրոք կյանքի երկարացնելու, ապրելաոճը առողջացնելու գծով եւ հավատացեք հզոր ուժ կա Սփյուռքի մեջ բժշկական տեսակետից, որոնք բոլորին ում հետ որ խոսում են, բոլորի սիրտն էլ ցավում է, բայց ցավոք սրտի դերևս դրանք չի դարձել պետական հոգացության առարկա։ Նորից հիշեցնեմ վիժումների, աբորտների հարցը եւ հայերին Հայաստանի քաղաքացիություն գրավելու հարցը կրկնելու համար, որովհետեւ դրանք կարեւոր են Տիգրան ջան։ Ես կուզենայի դուք խոսեք նաեւ մի գաղափարի մասին, որ մենք խոսել ենք հաղորդումից դուրս, դա սիմպոզիումի երախտագիտության սիմպոզիումի հրավիրման հարցն է։ Շատ եմ չարչարվել, ճկնել եմ, գիշերը քունս չի տարել, ինչպես մոտենաս հարցին, որ դիմադրությունները վերանան։ Եվ ես եկա այդ եզրակացության, որ ողբա Համիդյան ջարդերից սկսած 15 թվականով շարունակած կատարած ինչ որ արել է չկենտրոնանամ շատ վրան ահավոր է, հարգելի հայեր, աշխարհի մեծ պետությունները եւ առանձին անհատներ հազարներով միայն Ամերիկայից որբերին պահելու համար 1000-ից ավելի կամավոր է եկել։ Մերձավոր արևելքի օգնության 6 գլխավոր կազմակերպիչները գիշեր-ցերեկ աշխատել են այն ժամանակվա թվերով $132 միլիոն Հայաստան տեղափոխելով, որբերին փրկելով։ Այդ ժամանակ առանձին անհատներ, վերցրած Չարլի Չապլինը, $1 միլիոն, Ջեյմս Բրայսը, 250,000 ֆուտ ստերլինգ, ամեն մեկինը չհիշեմ, որտեղ մեծ գումարներ են։ Տիգրան ջան, սա այն կողմն է եղեռնի ցավոտի, որ առայժմ մենք ուշացել ենք այս մարդկանց երախտագիտություն հայտնելը։ Մենք մոռացել ենք։ Առանց Մոսկվայի թույլտվության սա չէր լինի, ես հասկանում եմ, մինչև ես հիշում եմ հայրենիքի ձայն թերթի թույլ տալը, որ սովետական եզակի թերթերից էր, որ չէր գրվում պրոլետարներ բոլոր երկրի միացեք, այլ գրվում էր փառք քեզ Հայաստան, դու վերածնված հայրենիք հայոց, այսինքն այդ Խրուշչովյան տաքացումների ժամանակ թույլ տվեցին, որ մարդիկ իրենց բարեկամներին գտնելու համար թերթում հայտարարություն տվեն։ Եվ դա գնում էր տարիներով։ Հիմա ուրիշ դասգերի մոտ չի եղել, մեր մոտ դա եղել է։ Ինչ որտեղ նաև սովետական միությունը մեղմացրեց, հակառակ դեպքում չէր լինի այսօրվա ցեղասպանության հուշահամալիրը։ Շարունակելով պատասխանը քո հարցին, Տիգրան ջան, երախտագիտությունը, ով որ քեզի լավություն է արել, պարտավոր ես որևէ ձևի պատասխան տալով։ Դու գուցե երրորդ մարդուն օգնես, բայց որովհետև կենդանի են։ Վուդրո Վիլսոնի թորները, կենդանի են Քալվին Քուլիջի թորները, ես ամեն մեկին 30 տարի եմ տալիս մի սերունդին, կենդանի են Թեոդոր Ռուզվելտի թորները, ես էլ չեմ ասում, Ջեյմս Բրայս չեմ ասում, այդ Բարթոն, Մորգենտաու եւ այլն, խումբ, այո այդպես էլ ասենք, հարգելի արտաքին գործերի նախարարություն, գուցե Հայաստանում մի հատ երախտագիտության նախարարություն ստեղծենք,
տեսագուծը եկեղեցու կողքը ստեղծեք։ Մենք պիտի կանչենք նրանց սերունդներին մեր երախտագիտությունը արտահայտելու, որ իրենք տեսնեն պապը ինչ արե մեր համար։ Իսկ կատարածը վեհ է իրոք։ Եվ եղած ցեղասպանության թանգարանում այն պատը, որ աջ կողմից ցախ կողմում տեսնում ես հավերժական կրակին գնալուց հայաթափված գավառների, վիլայետների անուններն է։ Հակառակ կողմում երախտագիտություն արտահայտելու քայլ է արած այդ մարդկանց գերեզմաններից հող է բերած եւ պատի մյուս կողմում է դրած։ Ես զգում եմ, որ այս մտքերը եղել են ուրիշների մոտ էլ, որտեղ ինքը մի ձևի ձգտել է հիշի իրենց։ Ուրեմն իսկապես մի քիչ դժվար է իմ համար ասել կառավարության որ մասը, բայց հարգելի Փաշինյան, կխնդրեի ձեզ երախտագիտության սիմպոզիումի կազմակերպումը դարձնել առանցքային, առաջի քայլը կատարելով ռուս-ամերիկյան համատեղ նիստ, որովհետև ամենամեծ օգնությունը մինչև 17 թվականի պետական հեղաշրջումը Լենինի կատարել է Ռուսաստանը 300,000 հայի փախստականի վիճակ տալով եւ ռուսական պետությունը ցարական իր վրա է վերցրել 300,000 որբերի ներողություն, փախստականների խնամքը։ Ռուս մտավորականությունը, արվեստագետները, քանդակագործները վաճառքի են հանել իրենց գործերը, հավաքածը տվել են հայ գաղթականներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կատարած մերձավոր արևելքի նպաստամատույցը աննախադեպ երևույթ է մարդկության պատմության մեջ եւ մեր այդ երախտագիտության սիմպոզիումը իրոք երախտագիտության սիմպոզիում է, բայց ես ում հետ որ խոսում եմ Տիգրանը նույնպես բացառություն չի, ինքը ասեց Ռուսին ու Ամերիկային իրար մոտես բերում, ասում եմ այո։ Երկուսն էլ արել են եւ մենք պետք է այդ քայլը կատարենք, դա առաջնային նպատակս չի։ Առաջնայինը երախտագիտություն է, բացի Ուկրաինայի հարցից թող մի հատ հայկական հարցով իրար կողք կան եւ իրանք տեսնեն ու իրանք մենակ զենքով չեն մրցելու իրար հետ, իրանք մենակ միջուկային հզոր երկրներ չեն, նրանք մարդկային քաղաքակրթություն ստեղծած ազգի փրկողների մեջ մեծ դեր են կատարել։ Տիգրան ջան, երախտագիտության սիմպոզիումի կազմակերպումը պետք է լինի համահայկական։ Ես հաջորդ քայլս պետք է լինի Բոստոն գնալը եւ մերձավոր արևելքի նպաստամատույցի թանգարանի հետ խոսելը։ Ի ուրախություն եմ հայտնում հայ ժողովրդին, որ Երևանում մենք հիմա ունենք արդեն Վուդրո Վիլսոնի անվան իրավագիտական կենտրոն։ Սա մեծ երևույթ է եւ ես վստահ եմ Ամերիկայի դեսպանատունը եւ Ամերիկայի արտաքին գործերի նախարարությունը, իրանք պետդեպարտամենտը, նրանք պիտի ուշադիր լինեն, որ հայերը մոտենում են իրենց երախտագիտության ճանապարհով։ Ինքն է փոխվելու։ Երախտագիտությունը հոգու ուրիշ տարածքներից է գալիս եւ որը եթե մեր մոտ չլիներ այսքան հայ ուրիշ տեղեր համեմատաբար հանգստի վիճակում չէին ապրի։ Այդ եղել է մեր ազգի մեջ, ես զգում եմ որ արգելքները վերացնող միջոցառումը միաժամանակ նա ունենալու է իր շարքերը։ Դրանից հետո Նանսենին հիշենք, Ջեյմսին հիշենք, Մորգենթաուին հիշենք, բոլորինը պետք է հիշենք։ Ուրեմն Տիգրան ջան, շատ շնորհակալ եմ, որ այս երախտագիտության սիմպոզիումի հարցով թույլ տվիր ես արտահայտվեմ լրիվ, բացվեմ, որտեղ ներսս ես զգում եմ, երբ պապի կատարած հայանպաստ գործը ինչպես է ազդելու է թորի վրա, որը անկասկած ինքն է դառնալու երախտագետ։ Այդ ճյուղերի ազդեցությունը ամերիկյան քաղաքականության վրա ես կասկած չունեմ լինելու է։ Ես գիտեմ, սա մի երկու օրվա գործ չի։ Տիգրան ջան, հարգելի վարչապետ, շնորհավորում եմ ընտրվելու համար, այս հարցերին կուզենայի ուշադրություն դարձնեք։ Հարգելի կառավարության անդամներ դուք նույնպես, հարգանք ձեզ։